Հայաստանի ապահով և անվտանգ ապագան Եվրոպական միությունում է։ Անհրաժեշտ է քո ստորագրությունը։ Ստորագրել կարող եք շաբաթվա բոլոր օրերին։ Անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ։ Կարող եք մասնակցել նաև էլեկտրոնային ստորագրությամբ։ Այցելիր մոտակա գյուղապետարան, քաղաքապետարան, քաղաքապետարան։ Ստորագրումը։ Սալիկների 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 1799 դրամից։ Մանրամասները idealsystem.am Bismillah ar-Rahman ar-Rahim. Alhamdulillahi Rabbil Alamin. Hanun Astro. خدمت جناب آقای عطابک وزیر محترم سمت، جناب آقای پاپویان وزیر محترم اقتصاد، جناب آقای دهقان رئیس محترم سازمان توسعه تجارت ایران، نمایندگان محترم مجلس شورای اسلامی که در این جلسه حضور دارند، میهمانان گرانقدر، تجار و همه عزیزانی که در این جلسه شرف حضور دارند. Ողջունում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության հանքերի եւ առևտրի նախարար մեծարգո պարոն Աթաբակին, փոխնախարար եւ միևնույն ժամանակ առևտրի զարգացման կազմակերպության նախագահ պարոն Դելխանին եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար մեծարգո պարոն Գևորգ Պապոյանին եւ բոլոր հյուրերին եւ ինչպես նաեւ Իրանի մեջլիսի պատգամավորներին, որոնք այսօր ներկա են այս հանդիպմանը, բարեկալուստ եմ մաղթում ձեզ բոլորիդ եւ ողջունում։ بسیار افتخار دارم که در این جلسه حضور دارم و از اینکه افتخار پیدا کردیم با حضور وزرای محترم دو کشور این مرکز بزرگ را افتتاح کنیم بسیار خوشحال هستیم. Ուրախ եմ եւ սա մեծ պատիվ է, որ Իրանի եւ Հայաստանի նախարարների մասնակցությամբ մենք այսօր այս իրանական առևտրի կենտրոնի բացման արարողությանն ենք մասնակցում։ این بزرگترین مرکز تجاری جمهوری اسلامی ایران در جهان هست و این نشون میده و یک علامتی از روابط بسیار خوب، عمیق، دوستانه و رو به رشد ایران و افغانستان. Պետք է հարկեմ համարում նշեմ, որ այս իրանական կենտրոնը ամենախոշոր առևտրի կենտրոնն է ողջ աշխարհում եւ հենց դա վկայում է Իրանի եւ Հայաստանի միջև բարեկամական խորը ուրեմն հարաբերությունների մասին. روابط تجاری ایران و ارمنستان و همینطور همکاری‌های اقتصادی دو کشور طی سال‌های گذشته جهش قابل توجهی داشته و ما انتظار داریم با گشایش این مرکز و افزایش تجارت دو کشور شاهد رشد چشمگیر در مبادلات تجاری فیلم‌آوی باشیم. Հարկ եմ համարում նշել, որ Իրանի եւ Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների եւ ապրանքաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել եւ լիահույս են, որ այս կենտրոնի, այս իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ եւս մեծ թափ կհաղորդվեն երկու երկրների միջև տնտեսական, ինչպես նաև առևտրային հարաբերությունների զարգացմանը. ایران و ارمنستان روابط متنوعی دارند اما در حوزه اقتصاد، تجارت، زیرساخت‌ها، حمل و نقل می‌توانند مکمل یکدیگر باشند. Հայաստանի եւ Իրանի միջև բազմազան են հարաբերությունները, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ տնտեսական, առևտրային, տրանսպորտային եւ ենթակառուցվածքների
ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև կարող են փոխնորացնել միմյանց։ روابط اقتصادی، تجاری، امنیت، انرژی دو کشور باعث تولید ثروت برای مردم دو کشور و مردم و دولت‌های دو طرف خواهد شد. Արևտրային տնտեսական փոխադրումների եւ ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը շատ լուրջ կապիտալ ստեղծի երկու երկրների ժողովուրդների եւ պետությունների համար։ ما مصمم هستیم از تمام ظرفیت‌های موجود در روابط دو کشور برای ارتقاء سطح مناسبات و افزایش پیوندهای اقتصادی بین دو کشور استفاده کنیم. Մենք վճռական ենք օգտվելու արկա բոլոր երկու երկրների միջև արկա բոլոր հնարավորությունները եւ պոտենցիալները զարգացնելու, առավել զարգացնելու տնտեսական ոլորտում երկու երկրների միջև եւ առհասարակ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման։ اراده سیاسی قدرتمندی در نزد رهبران دو کشور برای توسعه مناسبات بین ایران و ارمنستان وجود دارد. Քաղաքական հզոր կամք է արկա երկու երկրների ղեկավարների մոտ զարգացնելու երկու երկրների միջև փոխգործակցությունը եւ հարաբերությունները։ ما مستظهر به این پشتوانه سیاسی هستیم و تمام تلاش خودمون رو میکنیم که نیات و مقاصد بلند رهبران دو کشور رو عملی کنیم. Մենք պարտավորված ենք մեզ զգում, մենք հետևողական լինել մեր երկու երկրների ղեկավարների կողմից դրսևորված այս կամքի ուղղությամբ եւ մեր բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի նրանց նախանշած այս նպատակները իրականություն դառնան։ تجارت 3 میلیارد هدفی است که رهبران ما برای ما تعیین کردند و ما تمام تلاشمون رو می‌کنیم که به این نقطه بلند برسیم. Մեր երկու երկրների ղեկավարները սահմանել են 3 միլիարդ շեմը երկու երկրների միջև ապրանքաշրջանառության համար եւ մենք պետք է մեր բոլոր ջանքերը գործադրենք որպեսզի այդ իրողություն դարձնենք։ از دولت ارمنستان برای ایجاد شرایط لازم به منظور فعالیت خوب و مثبت و پرتلاش شرکت‌های ایرانی تشکر می‌کنیم. Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գործադրված այն ջանքերը, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծել մեր իրանական ընկերությունների համար Հայաստանում նախատեսված ծրագրերում մասնակցելու համար و امیدواریم انتظار داریم که این حمایت رو در آینده هم داشته باشیم. եւ լիահույս են եւ ակնկալում են, որ ապագայում եւս այս աջակցությունը կշարունակվի։ زنده باد ارمنستان، زنده باد ایران. Կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը։